Բարեկալուց մեր Աստվածաշնչի հերթական ճամփորդությունը։ Այսօր միասին կանադառնանք առաջի մնացորդած 7-րդ եւ 8-րդ գլուխներին։ Այս գլուխներում շարունակվում են Իսրայելի ցեղերի տոհմաբանությունները։ Աստված մեկ առ մեկ հիշատակում է ընտանիքները, զորավոր մարդկանց եւ նրանց սերունդներին։ Մարդկային տեսանկյունից շատ անուններ մեզ անծանոթ են, բայց Աստծո համար յուրաքանչյուր անուն կարևոր է։ Նա բոլորին գիտի անուն առ անուն։ Նա հիշում է նրանց, ովքեր ապրել են իր առաջ եւ իր ծրագիրը շարունակում է իրականացնել սերնդից սերունդ։ 8-րդ գլխում հատուկ ուշադրություն է դարձնում Բենյամինի ցեղին եւ Սավուղ թագավորի տոհմին։ Թեև Սավուղի թագավորությունը չտևեց, Աստծո փրկության ծրագիրը չընդհատվեց։ Նա արդեն պատրաստում էր Դավթի թագավորությունը, որից պիտի ծնվեր խոստացված Մեսիան Հիսուս Քրիստոսը։ Այս բոլոր տոհմաբանությունները մեզ հիշեցնում են, որ Աստված հավատարմորեն պահեց իր խոստումը, ուղարկելով Հիսուսին ճիշտ ժամանակին։ Ոչ մի սերունդ, ոչ մի պատմական իրադարձություն չկարողացավ խափանել Աստծո ծրագիրը։ Քրիստոսը պատմության պատահական անձ չէ, այլ Աստծո հավիտենական ծրագրի իրականացում է։ Այս գլուխները նաև մեզ մեծ մխիթարություն են տալիս, եթե Աստված գիտեր հազարավոր մարդկանց անունները եւ առաջնորդում էր նրանց կյանքը, ապա նա այսօր էլ ճանաչում է մեզ անունով։ Մենք երբեք չենք կորչում Աստծո հիշողությունից։ Եթե մեր կյանքը հանձնենք Հիսուս Քրիստոսին, ապա մենք նույնպես դառնում ենք Աստծո մեծ փրկության ծրագրի մի մասը։ Ամեն։ Ինձ սքանչելի սիրելիներ, փառք Տիրոջը, որ Աստված մեզ բոլորիս անունով գիտի։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։